եւ այսպես ուշադրություն ոստիկանական հատուկ վարժեցված շները գնացել են երեխայի հետքի ուղղությամբ, ինչը կատարվել ամբողջ մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես համացանցում է տարածվում տեղեկատվություն, որ երբ որ երեխայի հագուստը տվեցին հատուկ վարժեցված շներին, որպեսզի նրանք հոտոտեն եւ անցնեն փնտրտուքներին, ամբողջ շները գնացել են գետի ուղղությամբ։ Հետևաբար այստեղից եզրակացություն, որ երեխան գնացել է դեպի գետը եւ բնականաբար, եթե անհետացել է, ցավոք սրտի պետք է մտածենք, որ երեխան իսկապես ընկել է գետը, բայց զարմանալի է, որ եթե գետն է ընկել այսօրվա գործողություններով, որ մենք տեսնում ենք հազարավոր մարդիկ փնտրում են, հարյուրավոր փրկարարներ, հարյուրավոր ոստիկաններ վերևից նկարահանում, նույնիսկ ջրի տակն են արդեն նկարահանում եւ որևէ նշույլ երեխայից ուղղակի գոյություն չունի։ Եթե գետն է ընկել, ոնց չեն կարողանում գետից գտնել, որը իրականում բարդ է, բայց նաեւ կա, այսպես ասած, այդքան էլ ոչ բարդություն, որ եթե գիտենք այստեղ է գետն է ընկել, ապա գետում շատ աշխարհի մեծ գետը չի, գտնելը հնարավոր է։ Ինչի չեն գտել, աշխատանքները փայլուն կերպով են իրականացվում, բայց չեն գտել։ Սա է առեղծվածը, որ եթե շները գնում են գետի ուղղությամբ, հետևաբար կարելի է ենթադրել, որ երեխան գնացել է գետի ուղղությամբ, իհարկե դա 100%-անոց փաստ չէ, բայց ամբողջ աշխարհում են օգտագործվում հատուկ վարժեցված շներ, որոնց միջոցով հարյուրավոր հանցագործություններ է բացահայտվել։ Հայաստանի Հանրապետությունում հարյուրավոր մարդիկ են գտնվել հենց շների օգնությամբ, իրենց օտարության օգնությամբ եւ այստեղ եւս պետքա բնականաբար օգտագործվեն շներ, օգտագործվել են եւ շները դեպի գետն են գնում։ Նոր մանրամասներ իհարկե չկա, մենք գիտենք, որ ինչքան հնարավոր է ավելի ու ավելի է մեծանում որոնողական աշխատանքների ծավալը, բայց այս ծավալը, որ այսօր կա, արդեն 5-րդ օրը, այս ամենամեծ ծավալն է, սա պետքա լիներ առաջին ժամերին, երբ որ երեխան կորել էր, այդ ժամանակ պետքա այս ծավալով աշխատանքներ իրականացվեին։ Եվ շատերը մտածում են, դե կորել է, եթե գետն է ընկել, շուտ կգտնվի գետից, եթե գետը չի ընկել, ուրեմն պետքա մտածել, որ առևան ընկել են, բայց ոչ այն մի փաստն է, ոչ էլ գետը ընկնելը, բայց գետը ընկնելը մի քիչ ավելի հավանական է, քան եկան գողացան տարան, դա այսպես ասած հենց այնպես միամիտ տեղը չեն իրականացնում, գոնե մեկը կնկատեր օտար մեքենա, օտար մարդ, փոքր գյուղ է, բոլորին ճանաչում են եւ շատ դժվար կլիներ գնալ եւ գողանալ ինչ-որ մեկի երեխային։ Իհարկե մեծ ցավով ենք ասում, որ գետը ընկնելը ամենահավանական տարբերակն է, դա շատ սարսափելի է, շատ ծանր վիճակում են ծնողները, ընտանիքի անդամները, որոնց եւս փորձում էին թիրախավորել, քննադատել, թե ինչ գործ ունի երեխան դրսում, որ մի հատ էլ գնա ընկնի գետը, սրանք պարապ մարդիկ են, ովքեր որ որևէ բանից այսպես ասած ապահովագրված չեն, բայց խոսում են ուրիշին քննադատում են եւ դրանից իրանց լավ են զգում, բայց կան հազարավոր մարդիկ, մեր սիրելի հայրենակիցները, որոնք գնացել են եւ այնտեղ տեղում փորձում են օգնություն ցուցաբերել, ով ինչով կարող է, մեկը հոգեբանա, խոսում է ծնողների եւ հարազատների հետ, մյուսը ունի անօթաչու թռչող սարք, դրոն եւ գնացել է նկարահանում է տարածքը վերևից, միգուցե մի բան տեսնի, ով ինչով կարողանում օգնում է եւ կեցե հայ ազգը, որ միասնական է դառնում եւ հայ ազգին միասնական դարձած 100 միլիոնանոց Թուրքիան նույնիսկ չի կարող ծնկի բերել։ Նոր մանրամասներ անհետացած 2-ամյա երեխայի վերաբերյալ, որոնք տարածվում են համացանցում, նախ սկսենք նրանից, թե ովքեր էին 3 զանգահարել երեխայի ծնողներին, պապիկին եւ ասել, թե երեխան իբր թե իրենց մոտ է եւ ըստ որոշ տեղեկատվությունների դրանք չեն եղել 1-2 զանգեր, եղել են մի քանի զանգեր անգամ արտասահմանյան հեռախոսահամարներից, տարբեր պետություններից, ազգությամբ բնականաբար հայեր զանգել են, ասել են, թե երեխան մեզ մոտ է, մի անհանգստացեք եւ այլն եւ այլն։ Ոստիկանությունը գնացել է որոշ հեռախոսահամարների հետքերով
եւ որոշ դեպքերում պարզվել են, որ հոգեկան հիվանդներ են, եւ որոշ դեպքերում էլ պարզվել են, որ ըստ նրանց ներկայացրած մեղայական խոստովանությանը նրանք այդպես են արել, որպեսզի թեթևացնեն ծնողների վիճակը, այսինքն մտածեն ծնողները, որ երեխան ողջ է եւ գողացել են նրան, այլ ոչ թե ընկել է չարաբաստիկ գետը։ Իսկ ինչ վերաբերվում է գետի որոնողական աշխատանքներին, գետում իրականացվել են տարբեր աշխատանքներ նավակներով, ջրասույզներով, ջրային տեսախցիկներով, գետը լուսանկարվել եւ տեսանկարվել է վերևից հատուկ թռչող սարքերով եւ որևէ արդյունք բնականաբար միջև այս չկա, կարծես երեխան ուղակի առեղծվածային անհետացման է ենթարկվել եւ սա է պատճառը, որ ծնողները մտածում են, որ երեխային միգուցե առևանգել են եւ այդ զանգերից հետո մենք եւս սկսեցինք այդ ուղղությամբ մտածել, որ եթե կան հոգեկան հիվանդներ, որոնք այս ծանր դրության ժամանակ կարող են նման հանցագործություն կատարել, որը որևէ ձև չես կարող որակավորում տալ, որովհետև մարդու սովորական մարդու ուղեղում չի կարող տեղավորվել, թե այս վիճակին ոնց կարաս ծնողին զանգես եւ նման բան ասես, եթե այդպես չէ։ Բայց եթե կան հոգեկան հիվանդներ, որոնք այդպիսի գործողություններ կարող են իրենց թույլ տալ, ապա նույն այսպիսի մարդիկ միգուցե կապ ունեն երեխայի առևանգման հետ եւ մենք վստահ ենք, որ իրավապահ ծառայողները այս առնչությամբ եւս իրականացնում են հատուկ գործողություններ, որպիսի այդ հեռախոսահամարների զանգերը բացահայտվեն, թե ովքեր են իրականացրել, հոգեկան հիվանդներ են, թե այդքան էլ հոգեկան հիվանդներ չեն, միգուցե տարել են, հետո այսպիսի մեծ ալիք է բարձրացրել այս հարցը, ամբողջ հայ ժողովուրդը, նաև Հայաստանում դրսում ապրող մեր հայրենակիցները գիտեն, որ երեխա է անհետացել, շատերը ներգրավված են այս գործում որպես օգնող ուժ, որոնողական աշխատանքներին տասնյակ հազարավոր մարդիկ են միացել եւ ամեն կերպ փորձ է արվում օգնել ընտանիքի անդամներին երեխային շուտ գտնելու հարցում։ Եվ մի շատ կարևոր հանգամանք ենք ուզում ներկայացնել։ Շատերի մոտ իհարկե նյարդայնացնում է, թե ոնց են զանգել ծնողին եւ նման բան ասել։ Մեզ կասկածի տեղիք տվեց հետեւյալը, որ ծնողների հեռախոսահամարը որտեղից է հայտնվել այդ անձնավորությունների ձեռքում։ Ինչպես տեղյակ ենք, նրանց հեռախոսահամարը ամբողջ համացանցով տարածված չէ, այսինքն որ գտնեք երեխային, զանգեք, նման հայտարարություն տրված չէ եւ եթե նույնիսկ տրված է, ապա տրված կլիներ ընդամենը մեկ հոգու հեռախոսահամար, հորը, պապինը կամ հարազատներից որևէ մեկինը կամ հենց ոստիկանության աշխատակցինը։ Բայց ոնց են կարողացել գտնել հեռախոսահամարներ եւ զանգեն ընտանիքի անդամներին։ Այսինքն սա ինչ է։ Կամ իրականությունը հետեւյալն է, որ երեխան իսկապես գտնվում է որևէ մեկի մոտ